Գնացինք։ Գնացինք։ Մի րոպե։ Չեք շփվում։ Չէ, դո չենք շփվում։ Չենք շփվում, չգիտեմ ինչի է զանգել։ Հիմա գնանք, թե պատասխանում ես։ Ալո, Բարև Էլիս։ ինչ է զանգել։ Մի րոպե չանջատես։ Չի լսվում հարցս Հասմիկ, ասում ինչի է զանգել։ Ձեր տուն էի գնացել, տատիկը ասեց, որ Ալինան վատացել է։ Ինչ ա եղել, ոնց է հիմա։ Հիմա լավ է, եթե դրա համար էիր զանգել, անջատեմ արդեն։ Չէ, Էլիս, դրա համար չեմ զանգել մենակ։ Էլիս, ես էլ սենց չեմ կարողանում։ Այս ամեն ինչը շատ ահավոր է, խնդրում եմ կլսես ինձ։ Ահավորը Հասմիկ, քո արածն է։ Քո արածն է ահավորը։ Ես քեզ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Ու դու էլ չունես քո արածի բացատրությունը։ Հիմա մենք ինչի մասին պիտի խոսանք։ Հա, ես պահի ազդեցության տակ սխալ բաներ եմ խոսացել։ Ես չունեմ իմ արածի բացատրությունը։ Բայց ես ուզում եմ մենք իրար հասկանանք, Էլիս։ Դու գիտես, որ ես ձեզանից բացի ուրիշ ոչ մեկի հետ չեմ շփվում։ Ու հիմա ձեզ կորցնում եմ։ Էլիս, ես չեմ կարողանում առանց ձեզ ապրել։ Ես հասկանում եմ, որ ես սխալ եմ արել։ Բայց արժի մի սխալի համար մարդուց երես թեքել։ Էլիս, ես փորձել եմ Էդոյի հետ խոսեմ։ Ինքը չի լսում ինձ, ինչ անեմ։ Ոչ մի բան մի արա, ուղղակի ընդունի ես ամեն ինչ ու անցի քո կյանքին։ Այսինքն դուք բոլորդ միասին որոշել եք, որ չեք ներելու ինձ։ Դե ապրեք։ Երևի դուք սխալներ չեք անում, Էլիս։ Հասմիկ, իմ տեղը հիմա այնքան էլ հարմար չի, որ ես քեզ բացատրեմ, թե մենք ինչի չենք կարա շփվենք։ Դրա համար արի ուղղակի հասկացի ու էլ չզանգես։ Չեմ կարա, Էլիս։ Այդ ամեն ինչը տենց հեշտ չի։ Ու 1000 տարվա ընկերներիս եմ կորցնում, հիմա էլ ասում ես, որ չենք հաշտվելու։ Հաս, ես քեզ 1000 անգամ հասկացրել եմ, բայց դու չես հասկացել կամ ձեռք չի տվել, որ հասկանաս։ Այս կյանքում ով ուզում է լինի, այն մարդը, ով իր քիթը խոթում է իմ կյանք, կամ չի հարգում իմ անձնական սահմանները, ինձ պատասխան է տալիս։ Հասմիկ, շատ եմ հիասթափվել քեզանից, հասկանում ես։ Դու ինձ դանակով մեջքից խփել ես։ Ու մենք հիմա եթե նույնիսկ շփվենք էլ մեկ է, ես առաջվա նման չեմ կարա քեզ վերաբերվեմ։ Դրա համար արի ուղղակի հասկացի ու վերջ, ու էլ չզանգես։ Չէ, լսի ինձ։ Ես գիտեմ, որ ես քեզ խանգարել եմ, որ դու սիրում ես Էդոյին։ Հիմա հավատում ես ինձ։ Հավատում ես, չէ՞ որ ինքն էլ չունի բացատրություն, թե ինչի է տենց բաներ ասել։ Ասա, որ հավատում ես։ Ասա, որ հավատում ես։ Հետո կասեմ, էլի։ Հետո երբ, հիմա ասա։ Հա, լավ, էլի հավատում եմ, բայց մի բան էլ հարցնեմ, էլի։ Հասմիկի բոլոր ասածներին չհավատամ, որովհետև նենց բան ասել, մտածում եմ կարող դրան էլ պիտի հավատամ։ Դու որոշի։ Հասնում է մեքենան։ Մագդա, որ հաստատ տուն կգրեք։ Ինչի անհանգստանում ես։ Չէ, ուղղակի դժվար բան չեմ ասում, չէ, որ հաստատ գրեք տեղյակ լինեմ այդքան բան։ Լավ կգրեմ։
Խանգարում եմ։ Չէ, ասա։ Մտածեցի ինչքան ժամանակ կա աշխատում ես, կարող ես սուրճ ուզես։ Չեմ հրաժարվի։ Արշակ, ես շատ շնորհակալ եմ քեզ։ Գիտես, իմ կյանքում երբեք ինձ ոչ մեկը չէր ասել, որ ինձ կօգնի ու իմ կողքին է։ Հնարավոր է այդ օգնությունը երբեք էլ պետք չգա, բայց այդ խոսքերն այնքան կարևոր է։ Ես քեզ շատ շնորհակալ եմ, Արշակ։ Ալինան ո՞նց է։ Լավ է։ Հարևը գնաց, հա։ Դու իջացիր, թե Մագդան բարձացավ։ Չէ, քնած էր երեխեն, ես իջացրի։ Ամեն հերիքը հարցեր տաս, քո համար մեկ չի։ Դե բա չիմանամ ինչ եղավ աղբերը, երեխեն իմ պատասխանատվության տակ էր։ Կարացաք իրար այդ լեզու գտնեք։ Ոնց հասկանում եմ, հա։ Դե լավ է, այսքան վատ բանի մեջ գոնե մի լավ բան։ Նորո ջան, ոնց որ են կյանքից դժգոհ պապիներից լինես։ Դե ինչ անեմ։ Ես ավելի մեծ եմ, քան իմ տարիքը, ախպերս։ Դարը ճակատագիր։ Էտա, տատին էլ խոսած։ Այսօր Ալինայի անալիզների պատասխաններն է կլինի։ Վերջապես։ Գոնե այսքան սպասելուց հետո լավ բան լինի։ Կլինի, հաստատ կլինի աղբերս։ Խոսել ես բժշկի հետ։ Հա, ասես որ սպասենք։ Այդքան բան։ Բա ասում ես այդ դուք երկուսով ինչ էիք արել, որ տաքսում հետ սենց անջատվեցիր։ Դե այնքան խնդացինք, այնքան ծիծաղալու վիդեոներ նայեցինք։ Պարզ է թե ինչի էր այդքան հոգնել։ Հետո, բայց վերջը ոնց եղավ, ստացվեց որսը։ Չէ, որտեղից ստացվեր։ Որսը թողել էին գուգու ենք փրկում։ Պատկերացնում ես փոքր մեղվի խայթոցից մարդը վատանա։ Բայց որ իրան նայես աժդահա։ Էս երբ եկակ չնկատեցինք։ Դե մի 3 րոպեա ստեղ ենք։ Արի մենք վերև բարձրանանք, մաթեմատիկա տելանենք ու այսօր վերջացնենք դասերդ։ Սպասի մի բան ցույց տամ պապային գամ։ Պապնայի Ալինան ա նվիրել։ Էս իրանը վերներ, բայց ասեց ինձ ավելի շատ ասազում։ Համել ասեց այսօրվանից ես իրա արևն եմ։ Սիրունա, չէ։ Շատ բալես, շատ սիրունա։ Բայց գնա վերև դասերդ վերջացրա, որ հանգստանաս, հա։ Պապն ինձ հավես չունեմ դաս անելու։ Դու այսօր արդեն լավ քնել ես։ Նենց որ հիմա գնում ես ու անցնում ես դասերիդ։ Լանա ջան, հետը շատ մեղմ չլինես, դասերը սկզբից միջև վերջ կստուգես, շատ ա ցուլացել։ Ինչ ես ժպտում։ Դե հետը սկսեցիր միանգամից դույով խոսել։ Չհասկացա, բայց դրա մեջ ինչ կա։ Մարդը ամեն օր մեր տուն է գալի։ Ինչքան պետք է այդ պաշտոնական խոսամ։ Արշակ, ես քեզ շատ լավ եմ ճանաչում։
Դու եթե մարդու հետ մտերիմ չլինես, հաստատ դուի չես անցնի։ Բայց ոնց որ լավ էլ, Մագդա, լավ էլ բան չեմ ասի։ Հա բայց ոնց չասեմ, այնքան ջերմ էիք շփվում, չէիր նկատել, որ եկել ենք։ Մագդա, դիմացդ ընկերույթ չի նստած։ Քեզ հավաքի ամոթա։ Լավ, էլ բան չեմ ասի, բայց դե Բայց բառը հորինողին։ Քո ամենասիրած բառն է, չէ՞։ Արև, Հա։ Ալինան քո մտերիմ ընկերուհին է։ Արդեն հա։ Իսկ որտեղ եք ծանոթացել։ Կպատմես ինձ իր մասին։ Ինչի։ Դե ես էլ եմ, չէ՞, քո ընկերը։ Կարող եմ մի օր էլ երեքով ենք գնում ինչ որտեղ։ Դե Ալինան Էլիզի քուրիկն է։ Ու Նորոյի քուրիկն էլ է։ Դե դու իրանց չես ճանաչի։ Էլիզը քո նախկին դայակն է։ Հա, ես իրան շատ եմ սիրում։ Դե գրի չսխալվես։ Ալինայի հանձնած անալիզների բոլոր պատասխաններն արդեն պարզ են։ Բժիշկ, ասեք, որ դրական փոփոխություն կա, որ տեղերը օգնում են։ Ես էլ էի այդ դրական փոփոխություններին սպասում, բայց ինչ։ ցավոք Ալինայի մոտ հիվանդությունը չի նահանջել, հակառակը։ Մենք հիմա ավելի վատ պատկեր ունենք, քան առաջ։ Այսինքն բժիշկ։ Երեխան բուժում է ստանում, պիտի հակառակը լիներ։ Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց ես ամենասկզբից էլ ասել էի, որ բարդ է լինելու։ Այս հիվանդությունը հասարակ հիվանդություն չի, որ դեղորայքային մի կուրսով տեսանելի առաջընթաց ունենայինք։ Ինչա պետք անել, բժիշկ։ Ասեք, ինչ անենք, որ քերոջս օգնենք, ասեք։ Հիմա պետք է սկսենք երկրորդ կուրսը։ Ավելի շատ դեղեր պիտի խմի։ Երկրորդ կուրսն ավարտելուց հետո կհասկանանք, կշարունակենք դեղորայքային բուժումը, թե ստիպված կլինենք ուրիշ միջոցներ ձեռնարկել։ Իսկ եթե երկրորդ բուժումն էլ չօգնի։ Եկեք ժամանակից առաջ չընկնենք ու վատը չմտածենք։ Ալինան կմնա մեզ մոտ հիվանդանոցում, մենք վաղվանից կսկսենք բուժումները։ Մի քանի դեղեր կան, որ դուք պիտի բերեք, քանի որ հիվանդանոցը չի կարող տրամադրել։ Ինչ պետք է ինձ ասեք, ես կանեմ, ինչ պետք է կբերեմ, մենակ օգնեք քերոջս, լավ։ Ես հիմա հիվանդ ունեմ, կվերջացնեմ, իմ աշխատասենյակում կխոսենք, լավ։ Լավ։ Ինչ ասում է դա։ Մենք հիմա ինչ ենք անելու այդ։ Մի հատ երկուստ էլ հավաքվեք, էլի, հավաքվեք։ Հիմա որ ամեն մեկս մեզ կորցնենք Ալինային ով է օգնելու։ Ով Նորո։ Դու չես հասկանում։ Ես չեմ ապրի առանց Ալինայի դո։ Չեմ կարա ապրեմ, չես հասկանում, կմեռնեմ ես առանց Ալինա։ Վերջ։ Ապրես։ Մի քիչ հանգստանանք ու թելադրություն գրենք։ Չեմ ուզում։ Բայց պետք է, չէ՞։ Կարանք վաղը գրենք։ Արի կես այսօր գրենք, կեսը վաղը։ Հանձնվում եմ։ Արև դու մամայի տես, հա նման։ Հա, բոլորն են տենց ասում։ Ուզում ես մի քիչ մամայիս մասին պատմեմ։ Շատ եմ ուզում։
հասկանում այդքան դժվար է մի բառ գրելը։ Արշակ երեխեն քնեց, ես էլ արդեն գնամ։ Շատ լավ։ Լանա, Հա։ ես քեզ պետք է մի բան խնդրեմ, բայց չնեղանաս։ Այս ընթացքում ես չեմ ուզում, որ դու Արևի հետ դուրս գաս։ Ես Արևին դպրոց կտանեմ, ես էլ կբերեմ։ Եթե ինչ-որ բան պետք լինի ու մենք տանը չլինենք, կզանգես։ Մնացածը չի փոխվում, դու նորից գալուս աշխատանքի։ Ուղղակի Արևի հետ մենակ դուրս չես գալիս։ Չես վստահում ինձ։ Արշակ ինքն էլ չի գա, խոստացել է։ Լանա, ես տես մարդկանց խոստումներին չեմ հավատում։ Երբ որ ես ինքս վստահ կլինեմ, այն ժամանակ կքննարկենք այս հարցը։ Իսկ հիմա բարի գիշեր։ Բարի գիշեր։ Նորո, հասկանում եմ ախպերս, որ դժվար է։ Գիտեմ, որ նեղվում ես, որ անհանգիստ ես, բայց որ դու հիմա սենց թուլանաս, ով է ընտանիքիդ կողքին լինելու, Նոր։ Ես կյանքոս ես կոտրված չեմ եղել հետ։ Ես քիչ բան չեմ տեսել։ Սկզբում մերես, հետո մերես։ Շատ բաներ է մնացել իմ ուսերի վրա։ Բայց սենց կոտրված չեմ եղել։ Սուր թևերս կոտրած լինեն։ Ես սովոր եմ, գիտեմ, որ այս կյանքում ամեն ինչ ունենալու համար պետք է ինքը տանես։ Պետք է վիզ դնես, որ ունենաս թե փող, թե պատիվ, թե հարգանք։ Ու այդ ամեն ինչի համար ուղղուցել էլ պետք է աշխատես։ Բայց սենց կոտրված չեմ եղել։ Բժշկի ասելուց հետո ես իմ տեղը չեմ գտնում։ Ես կյանքում անինքնավստահ չեմ եղել։ Այս վիճակում չեմ եղել, չգիտեմ ինչ անեմ։ Հիմա ինչ ես առաջարկում, ինչ անենք։ Նստենք ու համակերպվենք այս վիճակի հետ, Նորո։ Սպասենք, երբ Ալինան ավելի վատանալու, բկռիվ չտանք։ Բա ոնց որ դու ես ասում գլուխ ջարդելով չպայքարենք, Նորո։ Տենց ես ուզում։ Ես իմ ընկերոջս սենց չեմ տեսել կյանքում։ Դու այդ տղեն չես, Նորո։ Դու չպետք է կոտրվես, դու չես կարա կոտրվես, դու չես կարա ինքնավստահությունդ կորցնես, Նորո, դու այդ տղեն չես։ Էլիսը հա, աղջիկա, միտեղ կարա նեղվի, միտեղ կարա լացի, բա դու Էլիսից ինչով ես տարբերվում։ Այս պարագայում մի բանով ես տարբերվում, Նորո, զուտ չես լացում։ Այդքան բան։ Նորո մի հատ հավաքի քեզ զիք բայի։ Այդ երեխեքը վաղը քո երեսին են նայելու։ Դու Ալինային պիտի դեղեր տանես, Էլիզը քեզ նայելով պիտի ոգևորվի, Նորո։ Ինչ ես անելու, գնալու ես անհույս դեմքով է դեղերը տաս բժշկին, գնաս Էլիզին ասես ես վատ եմ, չեմ կարա ի վիճակի չեմ, ու ամեն ինչ վատ է, հա, տենց ես անելու։ Չէ, Ալինաս լավանալու է։ Դե ուրեմն հավաքի քեզ։ Ուրեմն նենց արա, որ այդ խոսքերդ իրականություն դառնան, Նորո։ Դու չես կարա կոտրվես։ Դու խովեղի, քեզ ձիգ բայ, ես կողդ եմ, Նորո։ Ճիշտ ես ասում այդ։
Ես իրավունք չունեմ թուլանալու։ Եթե ես թուլացա, ես իմ ընտանիքը կկորցնեմ, ճիշտ ես ասում։ Այս իմ ընկերն է։ Այ իմ ընկերը սենց է լինում։ Էլիզ մի տեսակ շատ տխուր է սերևում։ Չէ, Ալին, տխուր չեմ։ Լավ էլի, մի խափի։ Ես համ զգում եմ, համ տեսնում եմ։ Այսօր օրս արևի հետ այնքան լավ անցավ։ Մի պահ մոռացել էի, թե որտեղ եմ։ Դու իրան խնամել ես, չէ՞ փաստորեն։ Ասա ինչ լավն է։ Մի տեսակ լավ էներգիա է իրանից գալիս։ Էլիզ, ինչի՞ չես խոսում։ Դու իր հետ ավելի շատ ես շփվել։ Համաձայն չես ասածներիս հետ, կամ սխալ եմ մի բան ասում։ Չէ, Ալին, սխալ չես ասում, բայց հիմա ուշ է, հա, ավելի լավ է քնի։ Իսկ ես որ դուրս գրվեմ հիվանդանոցից կլինի երեքով մի տեղ գնանք։ Ալին, արի հիմա ոչ մի ինչ որոշենք, հա։ Դուրս կգաս, հետո կմտածենք։ Հիմա քնի։ Լավ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ալո։ Նորո, բարի լույս, արևն է։ Արևը։ Համարդ Մագդայի հեռախոսից եմ գողացել։ Ոնց ես։ Լավ եմ, Արև ջան, դու ոնց ես։ Լավ եմ, ուզում եի քեզ բան խնդրել։ Ու ինչ պետք է խնդրի Պուչուր Արևը։ Քո քուրիկը, Ալինան, երեկվանից հետո իմ ամենամտերիմ ընկերուհին է։ Ինչ որ հատուկ բան է եղել երեք։ Հա, եղել է։ Ալինան ինձ շատ սիրուն վզնոց նվիրեց։ Արևով էր։ Ու ասեց, որ սրանից հետո ես իր արևն եմ։ Ես էլ որոշել եմ այսօր իր մոտ գնամ։ Դրա համար սպասելու եմ, որ գաս ինձ տանես։ Նորո, խոստացի, որ կգաս։ Ես պետք է անպայման գնամ Ալինայի մոտ։ Եթե չգաս, կնեղանամ։ Լավ, Արև ջան, խոստանում եմ։ Ապրես։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ես։ Ալինան ոնց է, նորմալ քնել եք։ Հա, նորմալ է երախան։ Բա ինչ ես մենակ եկել։ Նորոն հետդ չի։ Նորոն գործեր ուներ, դրա համար էսա, ձեր ուտելիքները ես եմ բերել։ Հասկացա։ Էլի ջան կարող է վերցնես։ Չնայած լավ։ Ավելի լավ է ես տանեմ, համել տեսնեմ Ալինան ոնց է։ Ոնց կուզես։ Էլիս։ Երեք էի ուզում ասել, բայց հարմար պահ չեղավ։ Ինչ է եղել։ Զանգի հաշտվի հասոյի հետ։ Հոտենց նեղացած չենք մնալու, մեր 1000 տարվա ընկերն է։
Չէ դու։ Սխալ արել, թող հասկանա, որ սխալ արել։ Էլիզ ինքը այս ընթացքում հաստատ իր սխալը հասկացել է, էլի։ Սրտից չի նստում, տես ճիշտ չի։ Ինչը ճիշտ չի։ Դու հասկանում ես, որ իր պատճառով մենք կարային կորցնենք իրար։ Դե, նկատի ունեմ կորցնենք մեր ընկերությունը։ Հա, ես հենց տենց էլ մտածել եմ։ Հաստատ ուրիշ բան չեմ մտածել։ Ձեռ ես առնում։ Ես լուրջ դա նկատի ունեի։ Դու ավելի լավը զանգի։ Լավ, իսկ դու ներելու ես իրան։ Էլիզ ես երեխա չեմ։ Ոչ էլ նեղանում եմ, ուղղակի սրանից հետո լիքը բան ուրիշ ծև ա լինելու։ Բայց տես նեղացած մնալը շատ սխալ է, մանավանդ ձեր պարագայում։ Ասենք դու Հասուն առանց իրար, ես իմ չեմ պատկերացնում։ Էդ ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Դու ես էլ ես իմ համար անում։ Ինչը։ Դե մտածում ես, որ Հասմիկի հետ վիճելը իմ վրա կարազդի ու… Էլիզ, ես մեր համար եմ անում, մեր 4-ի ընկերության։ Լավ կզանգեմ։ Ալո, Հասպարը, ոնց ես։ քեզ իրոք հետաքրքրում է այդ հարցի պատասխանը Էլիս։ Երեք զանգել էիր, ասում էիր, որ չես ուզում շփվենք։ Հիմա էլ զանգել ես, հարցում ես ոնց եմ։ Հաստ ունենց բան էիր արել, որ իմ փոխարենով էլ լիներ, հաստատ տենց կաներ։ Էլիս, ախր ես քեզ 1000 անգամ բացատրել եմ, միլիոն անգամ ներողություն եմ խնդրել քեզանից, բայց դու չես հասկանում ինձ։ Դու ընդհանրապես չես էլ ուզում ինձ շանս տալ, Էլիս։ Քո համար մեկ է մեր ընկերության ապագան։ Հաս, եթե մեկ լիներ, ես չէի զանգի։ Հասմիկ, ես պատրաստ եմ քեզ ներեմ։ Արի ուղղակի ջնջենք այս պատմությունը, արի մոռանանք։ Լուրջ Էլիս։ Հա։ Որովհետև դու իմ համար ուրիշ մարդ չես։ Դու շատ հարազատ ես ինձ, Հաս։ Մենք շատ դժվար ճանապարհներով ենք անցել։ Համ ուրախորեն ենք տեսել, համ տխուր։ Ու եղել են դեպքեր, որ ես եմ սխալվել։ Բայց դու ներել ես ինձ։ Հիմա ես նույն պատասխանն էլ քեզ եմ տալիս։ Էլիս չես պատկերացնի, թե ինչ ուրախ եմ։ Հաս, բայց եթե դու մի անգամ էլ սենց բան անես, իմացի, որ ես քեզ կջնջեմ։ Ես կմոռանա, որ ընկերուհին եմ։ Ես էլ երբեք նման բան չեմ անի, Էլիս։ Ու թող ես լինի մեր վերջին վեճը, Հաս։ Թող վերջին դեպքը լինի, որ սենց վիճում ենք։ Էլիս, դու գիտես, որ դու ինձ համար շատ կարևոր մարդ ես, որ ես քեզ քրոջ պես եմ ընդունում, որ դու իմ համար ուղղակի ընկերուհի չես։ Էլիս, ես չէի դիմանա, եթե դու ինձանից հիասթափեիր ու ուղղակի գնայիր իմ կյանքից։ Դե լավ, վերջացրա։ Առանց դա էլ այսօր շատ եմ լացել, էլ մի սկսի։ Ինչի, Ալինան դեռ հիվանդանոցում, Հա, ու արդեն պետք է բուժման երկրորդ փուլը սկսենք, Հաս։ Բժիշկը ոչ մի հստակ բան չի ասում։ Ես այսօր անպայման կգամ, Էլիս, դասերս կվերջացեմ ու կգամ, վերջին պարապմունքին չեմ մնալու։ Լավ։ Ուրեմն կգաս կխոսենք։ Ես էլ գնամ երախու մոտ։ Մի բան տամ ուտի երախան։ Լավ։ Նորից նույն չափն է պետք։ Հա։ Բայց դες չէ, գոմարնելա կրկնապատկվելու տոկոսն է նույնպես։ Եթե ստեղ եմ նշանակումը գիտեմ։ Ուղղակի վստահ չեմ, կարողանալու ես փակվես։ Քո աշխատանքը պայմանագիր կնքելն էր, չէ՞։ Հա։ Դե որ մենք քո գործով զբաղվի։ Ամեն դեպքում զգուշացնեմ։ Անգումարն ավելացել, տոկոսն է նույն չափ։ Հասկացա։
Լանա, Ինձ թվաց տանը չես։ նոր եմ եկել։ Բայց դու ինչ էիր անում։